Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Պապյան, իրականում էկոնոմիկայի նախարարության կողմից աջակցության բազմաթիվ ծրագրեր կան, բայց իմ տպավորությունն այնպեսին է, որ շատերը այդ ծրագրերի մասին չգիտեն ու այս վերջերս նախ ինձ շատ են հարցնում, ասում են օրինակ այս ոլորտում գործունեություն ենք ուզում ծավալենք, ինչ առաջարկում պետությունը, ինչ մեխանիզմներ կան եւ Նաև կհիշեք մեր հաղորդման ժամանակ էլ հարցնում եք քաղաքացին էլի հերթական անգամ ապացուցվեց, որ մարդիկ իրականում լավ ծանոթ չեն, ինչ է կարծում, այդտեղ մենք լրացուցիչ իրազեկման միջոցառումների կարիք ունենք կամ հնարավոր է ասենք ինչ-որ պարզ ինտերֆեյսով մի հատ գործիք լինի, որտեղ մարդը ուղղակի լրացնի ինքը որ ոլորտում ինչ գործունեություն է պատրաստում ծավալել իրան հարմար տենց user friendly տարբերակով գոնե առաջին ինֆորմացիան տան, որտեղ օրինակ ես ինքս էլ չգիտեի արտահանման ժամանակ մաքսատուրքերի արտահանման այդ ծրագրի մասին, ինչը ըստ էության այդ առևտրային բարիերները չեզոքացնող կարևոր միջոցառում է։ Շնորհակալ եմ, պարոն Թունյան, մի քիչ հումորային կստացվի, բայց պիտի պատասխանեմ։ Ես այդպիսի քայլեր ձեռնարկում եմ եւ ամեն քայլից հետո ֆինանսների նախարարությունը եւ մեր ֆինանսական վարչությունը ասում է կարող է, բայց էլ պետք չի անել։ Օրինակ ես վերջերս մի հատ հոլովակ էի, ամռանը մի հատ հոլովակ էի նկարել մեր աջակցության ծրագրերի մեկի մասին, որից հետո հայտերի քանակը քառապատկվել էր եւ հիմա ունենք խնդիր պետական բյուջե, այսինքն մեր բյուջեն սպառվել է, հիմա պետք է գնանք մի քանի միլիարդ դրամ պետական բյուջեից գումար խնդրենք, որպեսզի տրամադրենք բիզնեսին ու այդպես է մեր բոլոր ծրագրերի հետ կապված նույնը եղավ, ուրեմն մոտավորապես մի փոքր հետ էինք ագրո լիզինգի ծրագրի մասով, այդ հոլովակից հետո այտենց մոտ 400,000 դիտում ուներ, հիմա արդեն սեպտեմբեր ամսին այդ պլանը կատարել ենք տարեկան ու հիմա պետքա գնանք պետական բյուջեից փող ուզենք հերիք չի կատարված պլանի այնտեղ ավել մասի համար, այլ նաև հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին դեռ ունենալու ենք այսպես ասած նոր հայտեր, այստեղ խնդիրը ինչու՞մ է, նախկինում լավ տեղեկատվության խնդրեմ եղել է, հիմա այս գործիքներով ես երբ որ ներկայացնում եմ, ինքը բավականին լավ տարածվում է, բայց նաև դա էլ ուրիշ խնդիրն է բերում, ստացվում է, որ մենք նախկին իներցիայով այսպես մի 10% ավելով դնում ենք, ասում ենք դե մի 10-20% կավելանա այս տարի, բայց այդ ինֆորմացիայի շնորհիվ ավելանում է ընդհանրենք 40-52 անգամ երբեմն ու սա առաջացնում է ֆինանսավորման պլանավորման խնդիրներ, այս մասով ինձ թվում է բավականին տեղեկացված են եւ այդ տեղեկացվածության էլ ավելի մեծ մակարդակի չեն գնում, որովհետեւ կարող է ուղղակի չհասցնենք բոլոր հայտերը սպասարկել։ Այսինքն ստացվում է ձեր մոտ ուրիշ ծայրահեղություն է, բայց բանը, հեսա կանցնենք հարցերին, այդ աջակցության ծրագրերը այսինքն ինքնանպատակ չեն, դրանք արվում են տնտեսական ակտիվություն խթանելու համար, որոնք էլ իրենց հերթին պիտի հավելյալ հարկեր գեներացնեն։ Այսինքն այս դեպքում եթե այդ ծրագիրը աշխատում է սպասվածից էլ ավելի մեծ է արդյունքը, ասում եմ դրա ֆինանսավորումն էլ պիտի խնդիր չլինի, որովհետև ֆինանսավորման աղբյուրը հենց այդ ծրագրերի արդյունքում ապահովում է։ Այս դեպքում լեզու չի հաջողվում գտնել ֆինանսների նախարարության հետ։ Այս դեպքում լեզու գտնելու նույնիսկ կարիք չկա, դա արդեն պարտավորություն է։ Այսօր առավոտյան ֆինանսների նախարարին հետ հեռախոսազրույց եմ ունեցել, ասել եմ, այս պահին գոնե 4.9 միլիարդ է պետք, ասել է, բայց ասում եմ, բայց դա պարտավորություն է արդեն, այսինքն այդ 4.9 միլիարդը անհրաժեշտ է, որպեսզի անցած տարվա բյուջեի վրա ավելացնենք, որպեսզի եղած պարտավորությունները այս պահին փակենք։ Հետևաբար այստեղ կա այդ խնդիրը, այո, երբ որ մենք բնականաբար պլանավորածից բարձր տնտեսական աճ ենթադրվում է նաև մուտքեր եւ բնականաբար եթե ցուցանիշներն էլ ապահովում են ակնհայտ է որ սրանք բերում են այն իրավիճակին որ ընջել սա բերում է նաև եկամուտների պետական բյուջեի միջոցների ծախսերի արդյունավետ օգտագործման օրինակ մենք 2%-ով լիզինգի բանը վերջերս գնացինք ջերմոցային տնտեսության համար 2%-ով տոկոսային կետով իջեցրեցինք պետության մասնակցությունը բայց ծավալը ավելի մեծ է ինչու որովհետև եթե բոլորը գիտեն
կամ 1000 հոգի գիտի դրա մասին, 7%-ի դեպքում մասնակցում է պայմանական 20 հոգի միջոցառմանը։ Եթե 100 հոգի գիտի, 9%-ի դեպքում 10 հոգի է մասնակցում։ Հետևաբար մենք երբ որ շատ մարդ է դրա մասին իմանում, մենք հնարավորություն ենք ունենում ցուցանիշները գերա կատարելով իջեցնել փոխհատուցման տոկոսադրույք։ Օրինակ, կրկնում եմ, ջերմոցային տնտեսության դեպքում բոլոր պլանները տվել ենք 2%-ային կետ իջեցնելով։ Ինչու ենք կարողացել տվել, որովհետև այդ ջերմոցային տնտեսությունների Հայաստանում ինչքան մարդ կար, որ պոտենցիալ կարար ջերմոց անգամ սարքեր, այդ մարդուն ինչ որ ձևով տեղեկացրել ենք, որ գնա այս պրոյեկտի մեջ մտնի, այսինքն ինչքան մարդ կար, որ 1 միլիարդ դրամ փող ուներ կամ կարար բանկից վերցնել, փորձել ենք այդ ինֆորմացիան տանք։ Դրա հաշվին այնքան պրոյեկտներ ա եկել, որ անգամ 2%-ային կետ պակասով այդ բոլոր ցուցանիշները ապահովվել են։ Այսինքն տեղեկացվածությունը նաև բերում է նրան, որ պետական բյուջեի ծախսերը ավելի արդյունավետ են իրապանում։ Այն ժամանակ այդ ցուցանիշին հասնելու համար պետք էր 9% փոխհատուցում, հիմա 7-ով այդ ցուցանիշը գերազանցում ես։